Բարև ձեզ։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի առաջին մասով խուլիգանություն եւ 452-րդ հոդվածի 3-րդ մասով պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը։ Հարգելով անմեղության կանխավարկածը եւ նախաքննական մարմինների գործողությունների շահերը մենք այսօր կանդրադառնանք աշակերտ Դավիթ Մինասյանի նկատմամբ հանրային վերաբերմունքի մասին։ Տաղավարում մեր հյուրը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Խաչատրյան, աշխարհի ժողովրդավարական երկրներում զարգացած կա պրակտիկա թեև 18 տարին լրացած, բայց աշակերտի հանդեպ այլ վերաբերմունք ունենալու։ Իհարկե ես իրավական մանրամասներին չեմ տիրապետում, դա կարող են ավելի լավ պատասխանել իրավաբանները, բայց գիտեմ, որ ընդհանուր կա այդպիսի մոտեցում կալանքը կիրառել բացառիկ դեպքերում, եւ նաեւ գիտեմ, որ եթե գործ ունենք աշակերտների հետ, կարող են կիրառվել նաեւ մեղմ մոտեցումներ։ Օրինակ վերջերս մի այդպիսի դեպք էր քննվում Միացյալ Նահանգներում, երբ որ աշակերտը հետևից հարվածել էր ուսուցչին, հետո մի շարք հարվածներ հասցնելով շատ ծանր վնասվածքներ էր հասցրել այդ ուսուցչին, ուսուցիչը մի կերպ փրկվեց մահանալուց, եւ հիշում եմ, որ դատարանը նույնիսկ քննարկում էր այդպիսի հարց տուժողին, որ արդյոք կարող ենք ավելի մեղմ մոտենալ այս երեխային, որովհետև ինքը ամեն դեպքում աշակերտ է եւ իհարկե դա շատ դաժան դեպք էր, ուղղակի այսպես նպատակային ծեծեր ընդհանուր սպանելու նպատակով, բայց ընդհանուր կարծում եմ, որ հիմա ավելի կա հակվածություն կալանքը կիրառելու բացառիկ դեպքերում, մանավանդ այս երեխայի դեպքում ակնհայտ է, որ ինքը ունեցել է շատ բարձր առաջադիմություն, հիմնական դպրոցը ավարտել է գերազանցությամբ եւ նաեւ ավագ դպրոցում էլ ըստ համադասարանցիների, ծնողների շարունակել է բարձր առաջադիմությամբ սովորել։ Ես կարծում եմ, որ այս դեպքում իհարկե այն պատիժը, որ հիմա սահմանված է, անհամաչափ է եւ մենք պետք է հաշվի առնենք երեխայի աշակերտ լինելու հանգամանքը։ Իհարկե հնարավոր է նաև իր կրթությունը այս ձևով էլ շարունակել, որտեղ Հայաստանում կալանավայրերում կա միջնակարգ կրթություն, դպրոցական կրթություն հնարավոր է ապահովել, բայց կարծում եմ շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե հեռավար կրթություն, այսինքն տանից երեխան շարունակեր իր դասերը, մինչև հարցը, այսպես ասած, հասներ դատարան եւ որոշումը կայացվեր։ Իմ կարծիքով մանավանդ հիմա տեսեք մենք դպրոցներում մի կարգախոս է հայտնվել, որին ես շատ դեմ եմ եւ համարում եմ, որ անիմաստ մի բան է, լավ սովորիր, որ լավ ապրես։ Տեսել եք, որ բոլոր դպրոցներում հիմա պարտադրում են փակցնել այդ կարգախոսը։ Նույնիսկ պարտադրում են։ Այո, բոլոր դպրոցներում եւ եթե հիշում եք, վարչապետը այդ ցուցանակը բերել էր կառավարության նիստին եւ ասաց, որ պետք է բոլոր դպրոցներում փակցնել։ Մանավանդ հիմա մենք մի կողմից ասում ենք լավ սովորիր, որ լավ ապրես, հիմա այս երեխան լավ սովորել է, գերազանցության վկայականով ավարտել է, բայց մենք իրեն ուզում ենք տանել կալանավայր եւ այդ դեպքում ստացվում է, որ մարդը լավ է սովորել, բայց պետք է հայտնվի բանտում։ Այստեղ նաեւ իհարկե պրոֆիլակտիկ խնդիրներ էլ կան, այսինքն այս տեսակի մարդկանց ուղարկել, չգիտեմ, կալանավայրեր, դրանով մենք չեմ կարծում, որ խնդրի լուծում կտանք, հակառակը կարող ենք նաեւ այսպես շատ վատ ազդեցություն ունենալ իր ապագայի վրա։ Եթե ուզում ենք շտկել, հա, իրեն գուցե ավելի մեղմ պատիժ պիտի լինի, առնվազն որ չհայտնվի երեխան կալանավայրում կամ աշակերտը ասենք։ Այն էլ այն դեպքում պատիժը, երբ հանցանքը ապացուցվի։ Այո, այո։ Եկեք ընդհանուր հանրության վերաբերմունքին փորձենք անդրադառնալ։ Հիմնականում կարելի ասել, որ ապրումակցում կա
չենք կարող շղթել դա, բայց կան նաև այնպիսի ծայրահեղ կարծիքներ, նույնիսկ ոչ անհայտ մարդկանց կողմից, մտավորական համարվող մարդկանց կողմից, որին անգամ դժվար է մարդկային, հումանիստական տեսակետից դժվար է անգամ հավատալը։ Ձեր կարծիքով ինչու մեր հանրությունն այսքան բևեռացված է եւ ինչու այս գործին, որի կենտրոնում առավել եւս աշակերտ է, այսքան քաղաքական երանգ տրվեց եւ նույնիսկ վերաբերմունքը աշակերտի նկատմամբ ավելի շատ քաղաքական կողմնորոշումներով է պայմանավորված, քան թեկուզ անձնական մոտեցումով այդ ենթադրյալ հանցանքի նկատմամբ։ Այո։ Ճիշտ եք ասում, ցավոք հիմա մենք ապրում ենք մի դարաշրջանում, մի ժամանակաշրջանում, երբ որ մարդիկ, այսպես ասած, խրամատավորված են եւ ամեն գնով փորձում են ապացուցել, որ հենց իրենց խրամատն է ճիշտը եւ այդ ճանապարհին կանգ չեն առնում որևէ, այսպես ասած, դաժանության կամ անտրամաբանական փաստարկների միջև։ Իմ կարծիքով Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկը այն է, որ մենք ունենք անհամաձայնություններ մեր հասարակությունում, բայց չունենք այդ անհամաձայնությունները խելացի եւ կառուցողական ձևով զարգացնելու այդ գործիքները։ Եվ այս իմաստով մեր հասարակությունը դարձել է քաղաքական համակարգի զոհը։ Քաղաքական համակարգին ձեռնտու է այդ, չգիտեմ, կոպիտ բառապաշարը, վիրավորական բառապաշարը, բայց դա ամեն ինչ պետք է արվեր, որ հասարակություն չներթափանցեր, որովհետև երբ որ քաղաքական գործիչները իրար վիրավորում են, հայհոյում են բան, դա քիչ թե շատ քաղաքական տրամաբանության, այո, քաղաքականությունը հիմա վերածվել է թատրոնի, շոուի եւ ով ուժեղ է հայհոյում, ինքը, այսպես ասած, ավելի լավ տղա է համարվում, բայց ցավոք սրտի մեր հասարակությունը այնքան փխրուն է, որ այդ պաշտպանական մեխանիզմը չունի, այսինքն ինչ որ տեղի է ունենում քաղաքական դաշտում, անմիջապես մտնում է հասարակություն եւ հասարակությունն էլ շատ արագ սկսում է խրամատավորվել եւ երբ որ մարդիկ խրամատավորվում են, արդեն նաեւ իրենց միջև սկսում է կորչել այդ կրթական ցենզի տարբերությունը։ Երբեմն շատ կրթված մարդիկ այնպիսի դաժան կարծիքներ են հայտնում, որ այդ երեխային պետք է, չգիտեմ, ցմահ դատապարտել, պետքա շատ խիստ լինել, այս անել, այն անել, որ մտածում ես ինչի ենք այդքան մենք դաժան այսքան, այդ պաշտպանական մեխանիզմները չունենք եւ ցավոք մեր Այսինքն մենք ինքներս պիտի մեր քաղաքական համակարգից պաշտպանվենք հասարակություն։ Այո, միանշանակ եւ հասարակությունները դրանով են ուժեղ, որովհետեւ եթե հասարակությունը չունի այդ պաշտպանողական իմունիտետը, ես միշտ նույնը դա ասում եմ կրթության համակարգի մասին։ Մենք նախկինում խոսում էինք կրթության կուսակցականացման մասին, հիմա ընդհանրապես կուսակցության անունն է փոխվել։ Ես հիմա տեսնում եմ կրթության ոլորտում տասնյակ հարյուրավոր ուսուցիչներ, տնօրեններ հիմա էլ անդամագրվում են քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Ինչու, որովհետև նույն համակարգն է, նույն մեխանիզմն է, գուցե ձևերն են փոխվում, բայց նորից կրթական համակարգը բոլոր ժամանակներում ուժեղ կախվածության մեջ է մնում քաղաքական համակարգից եւ սպասարկում է քաղաքական օրակարգեր։ Այս իմաստով մեր հասարակությունը կայացած չէ եւ եթե վաղն էլ մի ուրիշ քաղաքական շրջադարձ լինի, ելի մեր հասարակությունը չի ունենալու այդ պաշտպանական մեխանիզմը եւ դա ամենավտանգավոր բանն է, որ այսօր մենք ունենք։ Հասարակությունը այդ պաշտպանողական բանը չունի եւ այն մարդիկ էլ, որոնք մտավորականներ են, ինտելեկտուալներ են, իրենք էլ դա չունեն։ Այսինքն իրենք էլ նույն մտավորականը, չգիտեմ, տեխնիկանը եւ այլն, ինքն էլ, ասենք, նույն խրոխտ ձևով պաշտպանում է իր կողմը, իմոնց, հա, եթե այդպես մի քիչ ժողովրդական լեզվով ասենք, անգլերենում նույնիսկ դա այդպիսի գրքեր էլ կան հիմա, կոչվում է my sideism, այսինքն իմ կողմը, իմ կողմնակիցները։ Մա բոլոր մարդիկ ունեն այդ կարծրատիպը, որ իմոնք ճիշտ են, վերջ։ Եվ ինչ էլ լինում է, այսինքն օրինակ, եթե
իշխանության ներկայացուցիչը ինչ որ բռնություն ա կիրառվում իշխանության ներկայացուցի հանդեպ, սկսում են այդ մարդիկ ասել, որ ինչպես կարելի է պաշտոնյայի վիրավորել, ձեռք բարձրացնել, բայց օրինակ երբ որ այդ նույն պաշտոնյան ա մի վատ բան անում, այդ նույն մարդիկ ասում են դե մարդը ներողություն ա խնդրում, ինչ եք ուզում, առաջ էտել չկար, հա, այսինքն նույն մարդը արարքները ոչ թե այսպես ասած գնահատում է օբյեկտիվության տեսանկյունից, եթե դուք դեմ եք բռնությանը, այդ դեպքում օրինակի համար, երբ որ ինչ որ մի ընդդիմադիրի կամ ինչ որ մի այսպես ասած չեզոք մարդու հանդեպ է բռնություն կիրառվում, ինչի եք լռում։ Չէ, այդ խնդիրը կա։ Պարոն Խաչատրյան, օրինակ ձեր կարծիքով, եթե Դավիթ Մինասյանի հետ տեղի ունեցած միջադեպը տեղի չունենար եկեղեցում, այլ հանրային որևէ վայրում, որը շատ ավելի խրախուսվում է, օրինակ գինու փառատոնին։ Նույն ելքը կունենար։ Չեմ կարծում։ Այստեղ ես կարծում եմ, որ ընդհանրապես եթե երկրի առաջին դեմքը ինչ որ տեղ է այցելում, ես դեմ եմ, որ դա այդպես անակնկալ ինչ որ այցեր լինեն։ Ես կարծում եմ, որ եթե այս անակնկալ այցերը շարունակվեն, ելի կարող են լինել նման միջադեպեր։ Մենք պետք է իմանանք, որ Հայաստանը պատերազմում պարտվել է, կորցրել է Արցախը, կան բազմաթիվ խնդիրներ, սոցիալական, տնտեսական, եւ շատ մարդկանց մոտ կան տրավմաներ։ Եվ այս իրավիճակում պետք է սթափ գնահատել եւ նման այցերը նախորոք պլանավորել։ Օրինակ, ես կարծում եմ, որ եթե այդ այցը եկեղեցի նախորոք պլանավորված լիներ, մարդկանց զգուշացրած լինեին, անվտանգությունն իր աշխատանք աներ, այս միջադեպը կկանխվեր։ Հիմա այդ իմաստով կարծում եմ, որ պետքա մանավանդ բոլորս էլ գիտենք, որ եւ իշխանությունը եւ մյուս քաղաքական ուժերը առանձնապես բարձր ռեյտինգ չունեն։ Դրա համար այդ անմիջական շփումները հասարակության հետ պետք է լինեն, այսպես ասած, պլանավորված։ Ես դեմ չեմ, որ վարչապետը կամ ինչ-որ մեկը հանդիպի իր ընդդիմախոսների հետ, բայց դա պետքա պլանավորված լինի։ Այսինքն, եթե վարչապետը ուզում է խոսել այն մարդկանց հետ, որոնք իր հետ համաձայն չեն, դա կարելի է, ասենք, հրավիրել, ասել համեցեք, ովքեր ինձ հետ ունեն խնդիրներ, եկեք միասին քննարկում անենք, եւ ով ուզում է մասնակցի։ Անկամ կարող է Դավիթ Մինասյանը մասնակցել։ Այո, մենք տեսանք, որ սա միակ դեպքը չէր, էլի նախորդ շաբաթներին էլ, չէ, մետրոյում դեպք եղավ, Արտաշատի խանութներից մեկում դեպք եղավ, էլի են եղել դեպքեր, անցած շաբաթ էլ Գրիգոր Լուսավորիչում էլի ինչ որ մեկը գոռաց։ Այսինքն այս հարցերը պետքա, կարծում եմ, կանխարգելող քայլեր անենք։ Չի կարելի կանխարգելու մչանել, թույլ տալ ինչ որ բաներ լինեն, հետո սկսել այդ տեղի ունեցածի հետևանքները դատապետել։ Եկեք կանխենք, ամենակարևոր գործը, որ պետք է անել, դա կանխարգելումն է։ Չես կանխարգելու, ինչ որ բան է լինում, հետո սկսում ենք մեղավորների փնտրտուքը։ Խելացի հասարակություններում կանխարգելում են։ Հասարակությունը որևէ կերպ կարող է կանխարգելել, օրինակ, Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպը։ Դե կարծում եմ, որ հասարակությունը կանխարգելեց ամենայն դեպս այն առումով, որ մարդիկ իրենց զուսպ պահեցին եւ ինչ որ այսպես բռնկումներ կամ ինչ որ ավելի մեծ թվով մարդկանց միջև ինչ որ բախումներ չեղան։ Այդ իմաստով մեր հասարակությունը ընդհանուր առմամբ ավելի սթափ է այս առումով։ Քան իշխանությունը։ Այո։ Մեղավորների փնտրտուքից խոսեցիք, ես ուզում եմ վերադառնալ էլի այս միջադեպին եւ դրա հետ ծավալված խնդիրներին, կենտրոնում ունենալով այն հանգամանքը, որ մենք աշակերտի հետ այնուամենայնիվ գործ ունենք, հնչեցին կարծիքներ նաև առ այն, որ իշխանություններին հորդորում էին լինել ներողամիտ, ամեն դեպքում հաշվի առնելով աշակերտի, այսինքն քաղաքացու, որի հանդեպ քրեական վարույթ է նախաձեռնվել, տարիքը, հոգեհուզական վիճակը, ավելի ներողամիտ լինելու հնարավորություն միշտ էլ ունի ցանկացած իշխանություն, բայց այն առումով, որ աշակերտը մեղավոր չէ,
այդ իր հույզերի համար, թե անգամ շատ հուզական է արձագանքել, բայց մեղավոր են նրան դաստիարակողները, նրա ուսուցիչները։ Սա արդյոք եւս մեկ թիրախավորում չեք համարում էլի կրթական համակարգի շահառուներին, հիմա էլ ուսուցիչների, այսինքն պարզվում է, որ այդ երեխան հուզված էր, կարող էր ոչինչ մի քիչ էլ չափն անցնել, դեռ պարզ չէ չնայած չափը որտեղ է եւ ինչ է անցել, այնուամենայնիվ, բայց նրան վատ են դաստիարակել, պարզվում է։ Ուսուցիչներն էլ են մեղավոր նշանակվել, ուսուցիչները, քահանաները, որովհետև երեխան նաև եկեղեցու համայնքի անդամ է եւ փաստորեն քահանաներն էլ կարող են համարվել նրա ուսուցիչները եւ այսպես։ Իհարկե շատ հարցերում ենք մենք ուսուցիչների մեղավոր կարգում, ցավոք սրտի, օրինակ երբ որ մարդու մի բան հարցնում ենք, չգիտի, չէ, ասում ենք ով է եղել դասատուտ։ Այսինքն մեզ թվում է, որ եթե երեխան ինչ-որ մի բան չգիտի, հաստատ մեղավորը ուսուցիչն է, բայց իհարկե այդպես չի, որտեղ եթե այդ նույն ուսուցչի մոտ սովորած մի ուրիշ աշակերտի հարցնենք, կիմանա։ Դրա համար այդ հարցերը ինչ որ մեղավորներ կարգել ուսուցիչնամեղավոր հոգևորականը ծնողը ով քանի տոկոսով է մեղավոր, դա անպտուղ բանավեճ է եւ մանավանդ մենք չենք էլ ճանաչում այդ մարդկանց մոտիկից եւ եղբայրներին եւ իրենց ծնողներին եւ ուսուցիչներին, այնպես որ այդ մեղավոր կարգելը շատ այդպես ես ձեզ ասեմ, ես քանի որ երկար տարիներ դասավանդում եմ, իմ պրակտիկայում էլ եղել են շատ մարդիկ, որոնք շատ հայտնի դեմքեր են եղել, բայց ունեցել են այսպես վատ վարքագծով առանձնացող երեխաներ։ Հիմա եւ հակառակն էլ կարող է լինել, այնպես որ այդ բանը շատ դժվար չափելի է, ով քանի տոկոսով է մեղավոր, եւ նորից եմ ասում, ինչ որ մարդկանց մեղավոր կարգելը եւ այլն, դա անիմաստ բանավեճ է։ Դրա համար եկեք ուսուցիչներին հանգիստ թողնենք, ծնողներին հանգիստ թողնենք, բոլոր մարդկանց հետ էլ կարող են լինել վատ միջադեպեր, ավելին կան բազմաթիվ գրքեր, հետազոտություններ, որոնցում այդպիսի նույնիսկ հետաքրքիր հարցադրում կա, ինչպես կարող է լավ մարդը հայտնվել այսպես փորձանքների մեջ կամ խնդիրների մեջ։ Մենք այնպիսի հասարակություն ենք, որ ոչ ոք ապահովագրված չէ։ Եվ մեր հասարակությունն էլ, ինչպես նշեցի, այդքան ուժեղ չէ, որ ունենա այդ։ Մեր հասարակությունում ամենալավ մարդը կարող է հայտնվել սկանդալային պատմության մեջ, ինչ-որ մի միջադեպի մեջ։ Դրա համար ես այդ գնահատականներից կզգուշանայի, այսինքն այն մարդը, եթե ինչ-որ միջադեպի կենտրոնում է հայտնվել, եկեք եզրակացություն չանենք, որ ինքը վատ մարդ է, անդաստիարակ մարդ է, պետք է այդ իրավիճակը հասկանալ։ Եվ հիվանդ հասարակություններում, խնդիրներով լեցուն հասարակություններում հաճախ լավ մարդիկ կարող են ավելի շատ խնդիրների մեջ հայտնվել, քան անտարբեր մարդիկ։ Ձեր կարծիքով զուտ մարդկային հումանիստական արժեքների տեսակետից, հումանիստական արժեքների պաշտպանության առումով կրթական համակարգի կառույցները կարող էին ավելի հանրային առումով, ոչ թե ազդելով իրավապահ մարմինների գործողությունների վրա, հասկանալի է, դրա մասին խոսք չի կարող լինել ընդհանրապես, այլ հանրային առումով ավելի ակտիվ լինել։ Այս դեպքում հաշվի առնելով, որ վարույթի կենտրոնում սովորող է։ Թե այդ անտարբերությունը եկել հասել է նաև այդ սովորողակենտրոնությունը գործունեության եւ առաքելության հիմք հռչակած հասարակական կազմակերպություններին, հանրային իշխանության տարբեր մարմինների, ճյուղերի, անհատների նույնիսկ, ի վերջո ինչն է խանգարում որևէ ազգային ժողովի որևէ պատգամավորի հանդես գալ հումանիստական արժեքների պաշտպանությամբ, չմիջամտելով որևէ կերպ ոչ նախաքննության աշխատանքներին, ոչ էլ խաթարելով անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Գիտեք, այ խնդիրը այստեղ էն է, որ մարդիկ խրամատավորված են եւ եթե
մարդը, որը ինչ որ միջադեպի է առնչվել, քո խրամատից չէ, եթե դու փորձես իրեն պաշտպանել կամ ինչ որ հումանիստական կոչով հանդես գալ, անմիջապես քեզ կորակեն որպես խրամատը դավաճանող, խրամատը լքող մարդ։ Հիմա ես տեսա, որ արժեքները պաշտպանող չի մնա ուղղակի։ Այո, ես տեսա, որ որոշ հասարակական կազմակերպություններ հայտարարություն էին տարածել, անհատներ, կար այդպիսի դիրքորոշում ունեցող մարդիկ կան, որտեղ հասարակությունում դեռ կա որոշ խումբ, որը փորձում է հնարավորինս օբյեկտիվ լինել, բայց այդ տեսակի դեպքերը ցավոք սրտի մեզ մոտ այդ խիզախությունը չկա, որ ինչ որ մեկը հումանիստական դրդումներից ելնելով ինչ որ երաշխավոր կանգնի եւ այլն, եթե ինքը իշխանության խրամատից է։ Պարզա մյուսներից արդեն կան պաշտպանողներ, բայց այս մի խրամատը չի սատարի։ Ինչ վերաբերում է դպրոցներին, ուսուցիչներին, պարզ է իրենք նույնպես չեն ուզենա խառնվել, որովհետև Հայաստանում դեռևս կա վախի մթնոլորտ, որ եթե որևէ ուսուցիչ, որևէ տնօրեն, այսպես պարզվում է, որ ինչ որ կապակցված է ընդդիմադիր կամ այլ ուժերի հետ, հա, կարող են նաև իր հանդեպ, այսպես ասած, այլ վերաբերմունք ցուցաբերել։ Կարելի է կապակցվածնել միայն իշխանամետ ուժերի հետ։ Այո։ Այդ համաչափությունն էլ չկա։ Տեսեք, օրինակ ստացվում է, որ երբ որ իշխանամետ մարդիկ են սխալ բան անում, իրենք կարող են ներողություն խնդրել եւ դա համարվի մեծահոգություն։ Օրինակ, այս դեպքում էլ միգուցե կարելի էր ասել, եթե իրենք ներողություն խնդրեն, հա, կարող ենք հարցը, այո, որովհետեւ եթե մեծահասակների ներողությունը այդքան էական չի, որտեվ մեծահասակը պիտի վաղուց դասեր քաղած լիներ։ Ինձ թվում է ներողության ինստիտուտը մենք հատկապես պետք է կիրառենք երեխաների եւ երիտասարդների համար, որտեվ իրենք դեռ անփորձ են, կյանքից տարբեր իրավիճակներում կարող են իմպուլսիվ արձագանքել։ Այ օրինակ եկեք կարգ սահմանենք, որ մինչև 25 տարեկան մարդկանց կարելի է ներողությունով ներել, բայց եթե մարդը 25-ից բարձր է, արդեն պետքա այդ ձևով չլինի։ Այս ուղղակի այդպես պայմանական ասում եմ, բայց այդ էլ կարելի է, էլի, այսինքն համաչափություն էլ չկա։ Մի դեպքում ներողությունով մարդուն մեծարում են, ասում են, տեսնում եք, միայն մեծությունը կարող է ներողություն խնդրել։ Մյուս դեպքում մարդուն չեն թողնում։ Ինչի՞ կարող այս մարդն էլ է ուզում ներողություն խնդրել։ Ինչի՞ չենք տալիս այդ հնարավորությունը։ Մենք որքան խոսում ենք կրթական համակարգի բացության մասին, մարդակենտրոնության մասին, համերաշխության սկզբունքի կարևորության մասին չափորոշիչներում դա շատ հստակ ֆիքսված է, միևնույն ժամանակ ավելի շատ ականատես ենք լինում այսպես իմպերատիվ որոշումների։ Այսինքն տպավորություն է, որ մենք պիտի հասարակությունը, այդ թվում նաև կրթական համակարգի շահառուները, պիտի պարտադրված հաշտվեն ինչ-որ բաների հետ։ Այսինքն դասագրքերը հաջող չեն, ինչ-որ խնդիրներ կա, սա է, պիտի հաշտվեք։ Սահմանամերձ դպրոցները փակվում են, դպրոցների օպտիմալացում է տեղի ունենում, գյուղերում դպրոց չի լինում, պիտի հաշտվեք։ Այսինքն այս երկխոսությունը, այս անհատից մինչև համակարգային խնդիրներ մեծ հաշվով թերևս ձեր կարծիքով բացակայում է թե ոչ։ Շատ կարևոր։ Չէ՞ որ պիտի հաշտվի կրթությունը։ Տեսեք, շատ կարևոր հարց եք տալիս։ Ես օրինակ դեմ չեմ լինի, եթե բոլոր, այսպես ասած, ծրագրերը, որոնք կառավարությունը նախարարությունը առաջարկում է, իրականացվեն եւ իրենց ուզածով իրականացվեն, բայց այս պայմաններում մենք պետք է աշխատացնենք պատասխանատվության ինստիտուտը։ Հայաստանի խնդրեմը այն է, որ նախարարությունը իր բոլոր ծրագրերը հեշտությամբ իրականացնում է։ Եթե անգամ կա անդիմություն, եթե անգամ կա քննադատություն, ի վերջո այդ ծրագիրը անցնում է։ Ես չեմ հիշում այդպիսի մի ռեֆորմ Հայաստանում, որ ուզենան անել ու չանեն։ Այս իմաստով կրթության նախարարությունը ունի ֆանտաստիկ լավ հնարավորություն։ Աշխարհում շատ քիչ են երկրները, որ ինչ նախաձեռնում են, անում են։
Բայց եթե այդպես է, գոնե պետք է աշխատի պատասխանատվության ինստիտուտ, այսինքն եթե այդ ռեֆորմը ձախողվում է, ապա մարդիկ պետք է պատասխանատվություն ստանձնեն դրա համար։ Բայց Հայաստանում ես նման դեպք չեմ հիշում, որ ինչ որ մի ռեֆորմ արվի եւ պատասխանատվություն լինի։ Տեսեք, օրինակ վերցնենք այս գյուղական դպրոցների խնդիրը։ Ես ասեմ, որ այս խնդիրը շատ բարդ խնդիր է։ Միանշանակ դժվար է այս խնդրի մասին արտահայտվել, որովհետև կան եւ առավելություններ, կան եւ թերություններ, բայց ամբողջ խնդիրը այն է, որ մարդկանց հետ աշխատանք չի տարվել։ Օրինակ, այն գյուղերը, որոնց երեխաները պետք է հաճախեն հարևան գյուղի դպրոց, իրենց հետ որևէ քարոզչական, բացատրական քննարկում չի արվել։ Եվ եթե արվի, միգուցե հաջողվի այդ մարդկանց համոզել, որ օրինակ մենք ձեր երեխաներին տանում ենք հարևան գյուղի դպրոց, որովհետև այնտեղ ձեր երեխաները կունենան մարզադահլիճ եւ կզբաղվեն սպորտով, կունենան ճաշարան, որտեղ նորմալ կսնվեն, կունենան խմբակներ, որոնք այս պահին ձեր գյուղում չկան։ Ի վերջո ձեր երեխան կարող է նաև ունենալ ուսուցիչ, որտեղ ձեր գյուղում 3-4 թափուր տեղ կա։ Այս աշխատանքը չի արվում։ Դա նշանակում է կարիքի գնահատում էլ չի եղել, միգուցե պարզվի, որ դրա կարիքը չկա, բայց որոշումը կայացվել է։ Կամ տեսեք, այստեղ նախարարությունը նաև ուժեղ փաստարկել ունի։ Այդ փոքր դպրոցները գյուղերի նախարարության վրա բավական մեծ գումար են նստում, որովհետև եթե երկու աշակերտ կա, դու միևնույն է բոլոր առարկաների ուսուցիչներ պետք է ֆինանսավորես, տնօրեն, հավաքարար ունենաս։ Եվ միգուցե մենք ասում ենք, այդ տեսեք այդ գումարը, որ այսօր ծախսում ենք ու արդյունավետ չի, նոր դպրոցում ծախսելու պարագայում ձեր երեխային տալիս ենք այս հնարավորությունները, բայց սա չի արվում։ Հիմա կրթության մեջ մի կարևոր կանոն կա։ Եթե դու մարդկանց չես համոզում, որ քո ռեֆորմը ճիշտ է, ընդունելի է, արդյունավետ է, այդ ռեֆորմը ի սկզբանե ձախողվելու է։ Նույնիսկ եթե օբյեկտիվորեն լավ ռեֆորմ է։ Ինչու՞, որովհետև կրթությունը, ասենք, փայտի հետ աշխատանք չի, մարդկանց հետ աշխատանք է։ Եվ եթե դու մարդկանց չես համոզել, որ քո ծրագիրը ճիշտ է, այդ մարդիկ ձախողելու են քո ծրագիրը։ Սա այն սխալն է, որ մեր կրթության համակարգը 35 տարի շարունակում է թույլ տալ։ Հիմա օրինակ եկեք գնանք հարցնենք դպրոցների տնօրեններ, բուհերի աշխատողներ, ղեկավարներ, ռեկտորներ, ասենք օրինակ առանց օգտվելու կարող եք ասել Հայաստանի կրթության զարգացման պետական ծրագրի նպատակները, թիրախները որոնք են։ Ինչպես եք դրանք ձեր ամենօրյա աշխատանքում ներդնում։ Կտեսնեք, որ մեծ մասը չի էլ հիշում, ինչ է գրված այդ ծրագրում, որն է այդ ծրագրի, այսպես ասած, ճանապարհային քարտեզը, ինչպես պետք է ինքը իր աշխատանքը փոխի, բարելավի եւ այլն եւ այլն։ Որովհետեւ այս ուղղությամբ աշխատանք չի արվում։ Այսինքն այդ նախագիծը հրապարակվում է իդրաֆտ հարթակում, մարդիկ ինչ որ կարծիքներ են տալիս, մի քանի ձևական քննարկում է արվում եւ վերջ։ Եվ մարդիկ մոռանում են այդ փաստաթուղթը։ Եվ շարունակում են ապրել իրենց Այո, եւ իրանց առօրյա աշխատանքով շարունակում են ապրել։ Ու ամեն դպրոցում, ամեն համալսարանում ամեն մեկը իր ձևով ինչ ուզում անում է, այսինքն իր առօրյայով է, իր ամենօրյա խնդիրներով է գնում։ Եվ վերջում մենք հաճախ կանգնում ենք այն գիտակցության առաջ, որ իզուրել արեցինք այս ամեն ինչը, այդքան գումար ծախսեցինք, ինչ օգուտ եղավ։ Հիմա այդ խնդիրը կա։ Դու պետք է մարդկանց միջոցով անես քո ռեֆորմը։ Մարդկանց հետ անես։ Մենք ասում ենք, սա անում ենք ձեզ համար, բայց ում համար որ անում ենք, այդ մարդը չի մասնակցում։ Այսինքն հիմա նախարարությունը հայտարարում է, որ այդ դպրոցները մենք միավորում ենք, որպեսզի ձեր երեխաներին տանք որակյալ կրթություն։ Ծնողը ասում է, դու իմ գյուղը զրկում ես դպրոցից, իմ երեխային, չգիտեմ, տանում ես կողքի գյուղ, այնտեղ կռիվ է լինելու եւ այլն եւ այլն, այսինքն տարբեր բաներ են ասում այս մարդիկ։ Հիմա այդ դեպքում պարզ է ռեֆորմը
ձախողվելու է։ Ինչ են անելու այդ գյուղացիները, օրինակ կարող են իրանց երեխաներին ընտանիքը վերցնեն եւ թողնեն գնան քաղաք, օրինակ։ Հիմնական վտանգները նաև մշակութաբաններ հասարակագետներ գնում են մարզկենտրոն, ու այդ քոս գեղեցիկ նորակառույց դպրոցը մարում է։ Այսինքն նախատեսել էր որտեղ 100 հոգի պիտի սովորի, գնաց 20 հոգի թողեցին քաղաք գնացին, չծառայեց իր նպատակին։ Այսինքն առաջացրեց նաև այլ բնույթի մեկ նոր խնդիր, որտեղ այդ ուրբանիզացիոն հոսքերը բերում են իրենց հետ հասարակական նաև այլ խնդիրներ։ Այո։ Մենք միշտ պետք է այդ շախմատում լավ բան կա, չէ՞, երբ որ դու քայլ ես անում շախմատում, դու պարտադիր պետք է հաշվարկես դիմացինի քայլերը։ Եթե դու միայն քո տեսանկյունից ես քայլեր անում, դու շատ արագ պարտվում ես։ Հիմա երբ որ ես փորձում եմ դպրոցների միավորում անել, ես պետք է հաշվարկեմ, թե այն ծնողները, այն շահառուները, այն համայնքը, որի ես խնդրին առնչվել է, իրանց հակաքայլերը, հակափաստարկները որոնք են լինելու, որ ես ըստ այդմ իմ ռեֆորմը իրականացնեմ։ Եվ եթե կան բաներ, որ ծնողները, համայնքը սխալ են մտածում, ես պետք է փորձեմ իրենց համոզեմ այդ սխալի մեջ։ Եվ կարող եմ միգուցե նաև պարզել, որ սխալ այս մի կողմներ մտածում։ Այո։ Այդ անսխալականության կանխավարկածը շատ դեպքերում թույլ չի տալիս երկխոսության մասին մտածել անգամ, որտեղ տեսեք, օրինակ վարչապետը նախարարը մի փաստարկ են բերում, որ եթե ես համաձայն եմ, օրինակ դուք գիտեք այսօր քանի երեխա կա Հայաստանում, որոնք գյուղերից, մարզերից եկել են Երևանի դպրոցներում սովորելու։ Մեծ թվով։ Այսինքն իսկ միայն դպրոցական կրթության համար այո, այսինքն Սյունիքի մարզի X գյուղի կամ X քաղաքի երեխան եկել է Երևան ավագ դպրոցում սովորելու։ Հիմա բա ինչ օրինակ սրա դեմ ոչ մեկը չի բողոքում, ինչի չեն ասում, բա մենք ինչի երեխայի չես տանում քո համայնքի դպրոցը, բերում հասցնում ես Երևան, տուն ես վարձում, մեծ փողեր ես ծախսում։ Որտեվ համաչափ չի կրթությունը զարգացած։ Որովհետև այդ ծնողը ուզում է, որ իր երեխան գա Երևանի որակյալ դպրոցը, որ հեշտ ընդունվի տուն։ Որ պարապի լավ մասնագետի մոտ։ Հիմա տեսնում եք, որ ծնողները գնահատում են որակյալ կրթությունը։ Բա հիմա այդ նույն արգումենտով աշխատեք համայնքների հետ։ Ասեք, բայց ո՞նց է, որ Սյունիքից գալիս հասնում են Երևանի ավագ դպրոց, ձայն չեք անում։ Դա դատարկում չի մարզերի։ Բա հիմա մենք 5 կիլոմետր են կողմ ենք ուզում տանենք ձեր երեխային, ընդվզում եք։ Այսինքն պետքա մարդկանց հետ աշխատել եւ դուք ճիշտ եք, շատ հարցերում ծնողներն են ճիշտ։ Այո, ծնողների փաստարկների մեջ էլ կան դրա ինչ որ բաներ։ Օրինակ, ես ավելի կողմնակից եմ մեկ այլ ծրագրի, որը առաջարկում էր մեր նախկին փոխնախարար Դավիթ Սահակյանը, եւ ինքը ասում էր, որ բոլոր գյուղերում եկեք գոնե կրծեր դպրոցը թողնենք։ Որ մինչև 10-11 տարեկան տարիքային առանձնահատկությունների խնդիր կա։ Գիտեք, 6 տարեկան, 5 մենք այսօր ունենք երեխաներ, որոնք դպրոց են այցելում 5 տարեկան 8 ամսականում։ Հիմա 5 տարեկան 8 ամսական երեխային մենակով գյուղից գյուղ տանելը կարող է խնդիր լինի։ Ես օրինակ կողմնակից կլինեի, եթե գոնե կրծեր դպրոցը պահեինք։ Թող 5-րդից գնան։ Եվ ինչ որ գոնե գյուղում էլի ինչ որ կրթական մի գործունեություն էլ կմնար։ Այո, բազմաթիվ տարբերակներ կան, իհարկե, խնդիրը որոշում կայացնելուց առաջ մոտեցումների մեջ է, այսինքն ինչ մոտեցումներ ենք որդեգրում որոշումներ կայացնելուց առաջ, ինչպես ենք համարում ճիշտ մեր որոշումներ կայացնելը։ Ես նորից ուզում եմ դա շեշտեմ։ Հիմա մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ այլևս գաղափարախոսություններ չկան։ Բոլոր գաղափարախոսությունները, այսպես ասած, սպառել են իրենց ժամանակին, այսպես ասած, ֆաշիզմը ծախողվեց, հետո կոմունիզմը, հետո լիբերալիզմը, եւ հիմա հասարակությունը մնացել է առանց գաղափարախոսության։ Հիմա առանց գաղափարախոսության հասարակություններում մարդիկ շատ տարբեր բաներ են մտածում։
Մտածողությունը դառնում է շատ խայտաբղետ։ Երբեմն լսում ես կարծիքներ, մտածում ես, լավ, ոնց է մարդը այսպիսի բան ասում։ Հիմա այս հասարակություններում պետքա փոխել կառավարման օպերացիոն համակարգը։ Կառավարությունը պետքա հայտարարի, որ մենք ընդունում ենք, որ մեր հասարակության մեջ կարող են լինել տարակարծություններ, բայց եկեք այդ տարակարծությունները օգտագործենք մեր երկիրը զարգացնելու համար, ոչ թե քանդելու համար։ Դե ոչ մի կառավարություն չի ասում մենք ուզում ենք քանդել մեր երկիրը, բոլորն էլ ասում են օգտագործում ենք մարդկանց տարաձայնությունները մարդկանց իրար դեմ հանելու համար, որը գուցե քաղաքական, ընտրական նպատակով լավ է, ընտրություններում կարող է օգնել իշխանությանը, բայց հեռահար քայքայում է հասարակությունը։ Դրա համար ես շատ կուզենայի, որ իշխող լինի ոչ թե քաղաքական տրամաբանությունը կամ ընտրական, այլ այսպես ասած ողջամիտ, առնվազն պետական։ Եկեք ընդունենք, որ մենք տարբեր ենք, տարբեր բաներ կարող ենք մտածել, բայց եկեք այդ տարբերությունների մեջ գտնենք ինչ որ խելամիտ բաներ, ոչ թե այդ տարբերությունը օգտագործենք ու իրար վիրավորենք։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու եւ զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մեր տաղավարում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էր, քննարկումները կշարունակվեն։ Ամենայն բարիք։